Ողջույն Live News կետեմ կայքի հարգարժան այցելուներ։ Այն ինչ տեղի ունեցավ այս երկու օրերին դարձյալ մեծագույն խայտառակություն էր։ Այն ինչ արեց Նիկոլը Դուշանբեում, այդ ստորացումը, այդ անհասկանալի պահվածքը ցույց է տալի, որ այս մարդը ընդհանրապես ոչինչ չի հասկանում։ Կամ շատ գիտակցված, իրան էշի տեղ դրած, ինքը ասում էր գժի տեղ, բայց այս պարագայում էշի տեղ դրած, ուրեմն Հայաստանը ուղղակի տանում է կործանման, ուղղակի կործանման։ Այլապես ոնց հասկանալ այն իրավիճակը, որ ստեղծվել էր Դուշանբեում, որտեղ ուղղակի բոլորը կանգնած ձեռ էին առնում Նիկոլ Փաշինյանին բառիս իսկական իմաստով։ Եվ ծաղրել, գիտես, իր ներկայությամբ, իր բացակայությամբ, այսինքն դարձել էր այնտեղ ծիծաղի առարկա։ Կոֆե խմելը, ֆրթցնելը, էշեշ դուրս տալը։ Եվ պատկերացրեք, որ այդ ամբողջ իր էշության մեջ Ալիևը իրան պահեց հանճարեղ։ Նախ բոլոր այն խնդիրները, որ ծագել էր Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև, հարթվեց։ Պուտինը հրապարակավ ներողություն խնդրեց ինքնատիռի հետ տեղի ունեցածի հետ կապված։ Տվեց բոլոր բացատրությունները։ Նորից ասեց, որ Ադրբեջանը ինչ մեծ ռազմավարական նշանակություն ունի ուրեմն Ռուսաստանի Դաշնության համար։ Եվ բոլորը իրար մեջ քննարկում էին, Նիկոլը գալու է, թե չի գալու։ Ալիևը անհանգստացած էր, որովհետև իր 6-նոցը շիստորկ է։ Կարող է հանկարծ չգար, իսկ ինքը շատ լավ հասկանալով, որ շիստորկին այն տեքստը, որ իրանք դրել տվել են, որ պիտի կարդա, հա, ոնց այդ տեքստը անպայման պիտի կարդա։ Որից հետո այդ տեքստին զուգահեռ ինքը պիտի իր ծանրակշիռ խոսքը ասի եւ հենց տեղում կենթանի անասունի տեղ դնի Նիկոլ Փաշինյանին։ Եվ արեց դա։ Արևելյան Զանգեզուր, արևմտյան Զանգեզուր, այդ բառակապակցությունները դրա ներկայությամբ, Խանքենդի, Մանքենդի, ավելի մեծ ստորացում անհնար է, որպեսզի մարդուն ենթարկեն։ Այս մարդը պատոշը, որ ասեք ազգային ժողովում հանկարծ պատգամավորներից մեկը մի բան է անում, փրփրոտում, այ ոչխար, դե փրփրոտ է իրարա։ Հիմա հայկական մամուլի է զարմանում են, ինչ է ներկայացնելու Նիկոլական մամուլը, Պետրոս Ղազարյանը, ասել են գնաց Դուշանբեում հաղթեց եկավ։ Լավ ոնց կարելի է ցածր մակարդակը հայ ազգին այդքան ստորացնելը, արդեն ծիծաղի առարկա ոչ միայն Նիկոլն է ու իր ոհմակը, այլ ամբողջ հայ ժողովուրդը, արդեն Հայաստանը որպես օբյեկտ ու սուբյեկտ չկա, գոյություն չունի։ Նորից եմ կարողում, այդ խեղկատակ ծաղրածուին կանչում են ընդե, որ ձեռ առնեն, ու ձեռ են առնում, էլի Ալմաթի հռչակագիր, սաղ թեքած ունենան այդ բոլոր մարդիկ գիտեն, որ տենց հռչակագիր գոյություն չունի, որ այդ հռչակագրով պետությունների միջև սահմաններ չեն ճշտվում։ Մեր ու Ադրբեջանի միջև, բա որ խաղաղություններ, Ալիևը տենց առհամարեց գող, ինչի իրա խոսքի մեջ մի հատ հայ-ադրբեջանական տենց մի հատ բառակապակցություն չեղավ։ Արա մարդը ոնց կար այդքան տխմար անասունը լի, արա Պետրոս, Մեդրոս դեր են, բաներ տարբեր լրատվական միջոցներ կա, կայքեր, ֆեյքեր, մեյքեր, մեծ ձենան է կարա։ Այդպես մարդուն ստորացնելու տարբերակ, ինչ խաղաղ, պարզ ասում են, ոչ մի խաղաղություն չկա, խաղաղ ձեռ էին առնում ես անասունը։ Եվ այդ նույն զուգահեռ դրան, յակ գագաթաժողով է, ինչ-որ միջոցառում է, Ադրբեջանի ներկայացուցիչը հստակ հայտարարում է, որ մեղրին արդեն Ադրբեջանինն է, մեղրին դա արդեն Ադրբեջան է։ Բա խնդրել էիր, աղաչել էիր, գրացել էիր, Կոպենհագեն էիր, գրացել, ուր էիր, գնացել խնդրել, որ հանկարծ Զանգեզուրի միջանցք, ուրեմն այդ տերմինը չասի։ Արդեն երակում հայտարարում են, որ մեղրին ադրբեջանական տարածք է։ Բա որ ես ու Էդգարը Ղազարյան ստեղ արդեն ամսից ավել ասում են, որ մեղրին հանձնված է։ Մեր հայության մեջ ուղեղ կա թե չկա։
Մեր հայ այդ արա այդտեղ նայում են մի քանի free news չէ free news է ինչ են Նիկոլի ալիքից բացի որը հմեկն է կա Ալեն Սիմոնյանի ալիք կա չգիտեմ Արման Բաբաջանյանի ալիք կա Շանթի ալիք կա Մանթի ալիք կա Փանթի ալիք բոլորը ընդեղ են նախքին են հաղորդավարներն են նստած իրանց էշի տեղ դրած կանչում են արևմտամետ էշերի ու բեդ կանչեք քննարկեք արա ինչ ելույթ ունեցավ նա Դուշանբեում եւ ինչ ելույթ ունեցավ Ալիևը դուք որպես հայ արա ասեմ անգրագետեք չէ ասեմ տվարեք չէ էլի անդիպտի ասեն գարմիկը վիրավորում է քավլիցի բայց արա բնետ չեք հարցնում էդ ինչ է խոսում ընդեղ Տրամպի գովքը անել SNG բան ԱՊՀ գագաթաժողովի Ասում եք հələ որոշված չի թե այդտեղ ամերիկացի է կանգնում թե ով Պարսիկներն էլ այսօր արդեն արձագանքել են այդ հայկական այսպես կոչված օլուխները ասում էին դա բան չի լինելու ամերիկյան այսպես կոչված զորք Պարզ ասեց էլ ոնց ասի Շիկես մարդուն արդեն SNG-ում է ԱՊՀ-ում հասկացել են որ էշի տեղ դրած լիժբը ներկա լի որտեղ հայկական դրոշ է տնգծրած Մետ էշը թողա տենակ այդ էշը ոնց է մեզ ուրախացնում, ծիծաղացնում։ Որա ձեռ են առնում։ Պետրո չես տենում դու։ Են մյուս են Ալեն Սիմոնյանի ալիք, չգիտեմ Բաբաջանյանի ալիք, Մաբաջանյանի ալիք, Սաբաջանյանի ալիքներ, չեք տեսնում դա։ Բա խոսացեք։ Դրա համար անպայման Ժորժ ջան, ես հասկանում եմ ռուսերեն է, բայց այն ինչ որ ես ասում եմ դա էնա։ Ընդեղ գնաց գոված Տրամպին, ուրեմն ասեց ինչ են բերելու, ասեց որ մեղրին տվել են, ասեց 91 թվականի Ալմաթի հռչակագրով մեր մեջ խաղաղություն է ստեղծվել արդեն, բարիդրացիական հարաբերություններ, որի վրա ներողություն եմ խնդրում արտահայտությունից, Ալիևը խնչած ուներ այդ ամեն ինչի վրա։ Եվ Ալիևը շատ կարճ իր խոսքում, շատ կարճ խնչեց Նիկոլի վրա։ Ոչինչ իր խոսքի մեջ ինչ Հայաստան չհիշատակվեց, որտեղ Ալիևի համար այլևս Հայաստան գոյություն չունի։ Պուտին մարդը գնում է ուրեմն ԱՊՀ երկրների գագաթաժողով, Պուտինը հարց է տալի, մի հարց, որի մասին տասնյակ անգամներ խոսացել են։ Ինչքան է եղել տավարահավարոտը, ապրանքաշրջանառություն Հայաստան, թվերը չգիտի։ Ձեռ է դառնում այդ մարդուն։ Հայ ժողովրդին էլ հասկացնում են, արա նայեք օլուխ արա ուղերները աշխատացրեք։ Գալիս են ստե ինքնիշխան, չգիտեմ, ինչ ինքնիշխան արա, մեղրին տվել ես, հիմա արդեն ուզում ես քաքից դուրս գալու։ Սկսել ես այս բանից կարճել, ստեղ Ալմաթի հռչակագիր, սուվերեն տարածք, անկախություն, տարածքային ամբողջականություն։ Նոր չեմ կրկնում։ Այդ հաստատքի մեջ ինչ գործ ունի Ալիևի ստորագրությունը, եթե դա վերաբերում է Հայաստանի տարածքին։ Պրագայի նման ոնց որ այնտեղ գնացիր Արցախը հանձնեցիր Մակրոնի խավորությամբ ստեղել Տրամպ, որը Ալբանիա, ասկի չգիտեք որ երկիրն է, որտեղ է գտնվում։ Այ ալբանացի։ Որա հերիք է դուք այս ժողովրդի հերինանից եք արա։ Ստիված իր ելույթն էլ Ալիևի ելույթն էլ դնելու ենք։ Նայեք միտեղ ով է նստած, այն Ալիևը որ Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ չէր կարող գայացքը գետնից կտրեր, չէր համարձակվում կտրեր, ձեռը առնում արա այս ոչխարին, Պարոն Ղազարյան, ուղղակի մի քանի բան էլ դուս, բայց ստիված եք, չնայած 8 րոպե մեր էշն է խոսում, հա, 2 րոպե Ալիևը, որը մեր երկրի թիվ 1 թշնամին է, բայց ավելի քիչ թշնամի է քան Նիկոլը, որտեղ նա գոնե տես բաներ չի ասում։ Սա Հայաստանը դրել է աճուրդի, մենակ նրա համար, որ էլի այդ հիմա կբերեն հմեկով կադրեր, որ տեսեք Ալիևի ներկայությամբ ասես խաղաղություն, եղբայրություն, սենց է Ալիևը սկրակոտ չկա, էլ չեր ասում այն ոչխարներ, արա դուք հասկանում եք ինչ եք ասում։ Ասում եմ, մենակ այսօր Արցախում հայ չի զոհվում։ Արևմտյան Հայաստանում ոչ մի հայ չի զոհվում։
Որտեղ հայ չկա, այդ սա հայերին մորտել է։ Շուտով Մեղրիում էլ չի զոհվի։ Հայաստանում էլ չի զոհվի, որտեղ Հայաստանում էլ հայ չի լինելու։ Այդ խաղաղությունը Նիկոլի պատկերացման, եթե դեռ Արցախում հայ կա, դա խաղաղություն չէ, Արցախից հայերին հանի եւ Արցախում կլինի խաղաղություն։ Որից հետո անցնենք այդ կադրերը կնայենք եւ թող ժողովուրդը ինքը համոզվի ում է իր երկրի ղեկավար ընտրել։ Նայեք, հիմա ինքը մեզ խաղաղություն, մեզ ժողովուրդը ինչով է խաբում։ Վաշինգտոնում ստորագրած փաստաթղթերով։ Վաշինգտոնում ստորագրած փաստաթղթերով, որով խաբում է, որի անունը խաղաղություն է, դա խաղաղության պայմանագիրն է, որը նախաստորագրվել է, չէ՞։ Այսինքն չի ստորագրվել։ Իրավական ուժ չի ստացել, չի վավերացել, փաստաթուղթ չի։ Ոնց որ ես իմ ասեք ես թղթի վրա համ ես ստորագրեմ, համ դու։ Չեք ասել եմ Մեղրին տալիս եմ, մենակ ինձ մի հատ տես թուղթ տվեք, որ մինչև ընտրություններ ժողովրդից խաբեմ, դա հիմա եկա խաբես, չէ։ Հիմա որպեսի դա ստորագրվի, Ալիևը դրել է նախապայման, որին ինքը ընդունել է։ Սա նախապայմանն է, որ դուք պետք է ընդունեք նոր սահմանադրություն, որը պետք է հղում չպարունակի անկախության հռչակագրին։ Այսինքն անկախության հռչակագիրը որպես փաստաթուղթ պետք է դադարի գոյություն ունենալուց։ Եթե անկախության հռչակագիրը որպես փաստաթուղթ դադարում է գոյություն ունենալու, Հայաստանն է դադարում։ Հայաստանը որպես պետություն դադարում է։ Ու Նիկոլ Փաշինյանը դա էլ է մեզ ասում է պետք է երրորդ հանրապետությունը դադարեցնի, լուծարվի, ստեղծվի չորրորդ հանրապետություն։ Այդ ճամփեքին է, չէ, ավտոյի մեջից մի հատ լայվ արասպա, որն է երրորդ հանրապետության տարբերությունը չորրորդ հանրապետությունից, ինչով է տարբերվելու բան, տենց հիմարություններ է, չէ, դուս տալի։ Այսինքն հայտարարում է, որ պիտի այս պետությունը լուծարվի։ Նշանակում է, որ այդ սահմանադրության ընդունումը եւ անկախության հռչակագրից հրաժարումը բերելու է պետության լուծարման։ Պետությունը, որ լուծարվավ, ի՞նչն է նաեւ լուծարվում։ Նախաստորագրած երկիրը, չէ։ Որովհետև հետո ասելու են, գիտեք, ելիշ խաղաղության պայմանագիր։ Այն խաղաղության պայմանագիրը, որ ստորագրել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանը, ճիշտ է։ Ճիշտ է։ Հիմա այդ հանրապետությունը կա, որի նախարարը ստորագրել է։ Չկա, այդ չկա, որովհետև արդեն սահմանադրություն ընդունվել է, հռչակագրից հրաժարվել են։ Նոր պետությունը, որ պիտի ձևավորվի, մթոմ։ Նախարար չունի, չէ՞ էլ։ Բայց մենք ձեր հետ, այսինքն ստորագրող սուբյեկտը վերացնում են։ Հիմա գալիս է ստորագրող սուբյեկտը վերացնում են Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի հոկտեմբերն է, չէ՞։ Հոկտեմբերի քանիսն է այսօր։ 10-ն է։ 2024 թվականի օգոստոսի 30-ից սկսած մի տարի առաջվանից բարբերաբար ասում է ինքը, Ալիևը չի ասել է։ Ասում է Հայաստանի գործող տարածքի, հիմիկվա այս Հայաստանի, Ղարաբաղը չկան է, այս Հայաստանի տարածքի 60-ից 70%-ը Ադրբեջանի գործող սահմանադրության պատկանում է Ադրբեջանին։ Հիմա եթե Հայաստան այդ պետությունը լուծարվում է, այդ չկա։ Ադրբեջանը ասում է դու ասեցիր, որ այն տարածքները, որը այն հին Հայաստանի են երրորդ հանրապետության վերահսկողության տակ էր, բայց ինձ օրինական պատկանող։ Այդ Հայաստանը, որ չկա, ինքը այդ տարածքների վրա հաստատում է օրինական իշխանություն, չէ՞։ Վերջացավ։ Էլ ինչ Մեղրի, ինչ ֆլան, ինչ փստան, ասել է Սյունիքի մարզը եւ Վայոց-Ձորի մարզը ամբողջությամբ հանձնելու է որն այդ մարդիկ գալու են իրենց զորքը դնեն, իսկ այդ զորքը գալուց դու դիմացը ոչ բանակ ունես, ոչ դիմադրություն ունես, ոչ հրամանատարները դենա տուրնիկից կախած գեներալները ատեստավորվում են, որ աշխատավարձ ստանան, բանակի թիվը կրճատում է, բանակի ծախսերը կրճատում է, նախարարը Պապիկյանը, շտաբի պետը Էդուարդ, ինչ է այն կենթանատեսակը, Ասրյանը ինչ է, դրանք պետության պաշտպանություն կազմակերպող են։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այս վերջերս հայտարարում ասում է գոյություն չունի Հայաստանի տարածք, որ հիմա Ադրբեջանի զինված ուժերի առջև խնդիր դրվի դա վերցնելու, այդ խնդիրը չլուծվի։ Այսինքն այդպես տարածք իրանց համար հիմա
ցանկացած պաշտպանության նախարար զինված ուժերի շտաբ ամեն օրվա դրությամբ իրականացնում է ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծություն, չէ՞։ Հակառակորդից տեղեկատվները ռազմական հետախուզությունն է տվյալներ տալի, արտաքին հետախուզությունն է համադրում են, իրավիճակի գնահատում են անում։ Ասում են այս պահին ընդ մենք դիմադրություն չունենք, որ հատվածից ուզեն առաջ գան, հանգիստ գալու են։ Հիմա Նիկոլին էլ ասում է, լսի, քեզ ամայել է, չէ՞, պարզ, որ դու չես կարա մեզ դիմադրություն ցույց տաս։ Դե հիմա այս տեղը որ կռիվ չանենք, համ մենք զոհտանք, համ դու զոհտաս, սուսը էս ամեն ինչը դու բրծի, Տաուշը ոնց տվեց։ 2020 թվին Տաուշի մի դիրքի համար անվաղ դիրք էր կոչվում։ 10 օրից ավել մարտական գործողություններ են, ինտենսիվ մարտեր են եղել, 4 զոհ մենք ենք ունեցել, 11 զոհ Ադրբեջանն է ունեցել, այդ թվում իրանց երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետի տեղակալը գեներալ մայորի զինվորական կոչումով։ Այդքան զոհ տվել են մի դիրքի համար, ամբողջ այդ ռեգիոնի պաշտպանական բնագծերը քանդեց, տարածքները ականազերծեց, հանձնեց թշնամուն։ 4 գյուղ իր հարակից տարածքներով։ Սպտենում եք ինչ խաղաղություն եմ հաստատել։ Հիմա գալիս ենք այս Դուշանբեի խայտարակությանը։ Հələ մի հատ հարց ուրասա։ Ինքը Դուշանբե որտեղից է գնացել։ Բրյուսելից։ Այո։ Բրյուսել են չէր գնացել։ Անկապ։ Ես այսօր մի հատ հաշվարկ եմ արել։ Թե նա 2025 թվականին քանի արտասահմանյան այցելություն է։ Գիտեք քանի հատ։ Հոկտեմբեր ամիսն է, չէ՞, 10-րդ ամսվա կեսն է։ Նիկոլ Փաշինյանը այս տարվա ընթացքում ունեցել է 23 արտասահմանյան այցելություն։ Տարվա աշխատանքային օրերի 23%-ը ինքը անցկացրել է կամ արտերկրում կամ հանգստի մեջ։ Պատկերացնում եք։ Չի այս մարդը Հայաստան չի մնում։ Որտես կանչում են այդում է։ Ասենք օրինակ այդ ԱՊՀ գագաթաժողովի ղեկավարներից ո՞ր մեկն էր գտնվում Բրյուսելում։ Ոչ մեկը, չէ՞։ Ասենք Ուզբեկստանի նախագահը չի գնում, Ղազախստանինը չի գնում։ Որտեղ ամեն պետություն իր քաղաքական ուղղվածություն ունի, բայց նրանք ընդամենը մի քանի օր առաջ հոկտեմբերի 7-ին Ադրբեջանում այդ նույն երկրների մեծ մասը Գաբալայում մասնակցում էին թուրքական պետությունների համաժողովին, գագաթաժողովին, որին դեպ մասնակցում էր նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Հունգարիայի վարչապետն էլ վարչապետն է, որը որ Եվրոպական միությունում ի միության լիարժեք անդամ է։ Արգելափակում է Հայաստանի վերաբերող ցանկացած որոշման ընդունում։ 2023 թվականի ապրիլի 6-ից, ապրիլի 4-ից համաձայնագիր կնքեց, չէ՞, Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Ուրսուլա ֆոն դեր Լայենի, այն ժամանակվա պետքարտուղար Բլինքենի հետ։ Բլինքենն ասաց Հայաստանի մենք կտրամադրենք $75 միլիոն լրացուցիչ օգնություն, USAID-ով դիտային, մի տարի հետո Թրամփը ընտրվավ USAID-ին փակին, այդ օգնությունները մի կոպեկ Հայաստանին չի եկել, մի կոպեկ։ Եվրոպական միությունն էլ ասաց մի հատ վրան կտանք, վրան $10 միլիոն արժողությամբ դաշտային հոսպիտալ պիտի լիներ իր բժշկական սարքավորումներով։ Ընդամենը գինը $10 միլիոն։ Դրին քվեարկության Հունգարիան դեմ քվեարկեց։ Ասաց պիտի հավասարելի օգնությունը Հայաստանի եւ Ադրբեջանի։ Եթե Հայաստանին վրան 10 միլիոն փող եք տալի, Ադրբեջանը պիտի տա։ Հունգարները թուրք են, իսկական թուրքերը հունգարներն են։ Օրբանը ներողություն եմ խնդրում արտահայտությունս համար աշխարհի ամենամեծագույն բոզի տղեն է, որ այն մարդասպանին հանձնեց, Ռուսաստանը ինքը լրիվ Էրդողանի հրահանգներն է կատարում, այն որ իբր թե Ռուսաստանի հետ կապված որոշ սանկցիաների դեմ է, այդ որպեսզի Ռուսաստանին էլի պայեն են բանի մեջ, որ ախպեր, դու մեր թուրքալեզու ժողովուրդների պահանջները կատարի Հայաստանի վերացմանը դու էլ նպաստի։ Մենք քո համար ստե մի երկու բան կանենք, այնպես որ այդ Օրբանը ասում աշխարհի ամենամեծագույն անբարոյականի զավակն է։ Հիմա նայեք, ինքը գնացել էր Բրյուսել, կասկածել, անիմաստ, նորից եմ ասում, ոչ մի պայմանավորվածություն չի եղել, ոչ մի կարևոր գործ չի։ Գնացել ասում է, եկել ելույթ ա ունեցել, ասում է բանավիճ։ Ելույթի թիմա խաղաղության խաչմերուկ։
Այդ բուկլետը տպած, տանում են, բաժանում են։ Մենապացել է, իրանք հասկանում, հիմա որոշները ասել են, որ տղա ջան, դու մեղրին տվել ես այլևս։ Լսի, հիմա որոշները սկսել է հասկանալ։ Հիմա ասեք թե այդ քանի տարի արդեն 2 տարուց ավել ասում է խաղաղության խաչմերուկ ու հələ մի կետից, մի սահման չի բացվել, մի մարդ չի գնացել, մի մարդ չի եկել, չէ, ու չի էլ գնալու։ Ինչքան էլ ուզում եք այդ բուկլետը տանես բաժան, այդ բուկլետը բաժանելուց, այդ քո ապուշ ելույթներ ունենալուց, խո սահման չի բացվում։ Սահման բացվելուց դու պետք է ունենաս կոնկրետ պայմանավորվածություն, չէ։ Հիմա Եվրոպայից ելել ես, Բրյուսելից գնացել ես Դուշանբե։ Դուշանբեն չես գնացել, ԱՊՀ երկրների գագաթաժողովի։ Մի ԱՊՀ անդամ երկիր Հայաստանն է, մի ԱՊՀ անդամ երկիր Ադրբեջանն է, հավասար կարգավիճակով։ Այս ԱՊՀ-ն ստեղծվել է իր ասած Ալմաթայի հռչակագրով, որ այսինքն ավելի շուտ է ստեղծվել։ Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ անդամակցել են։ Այդ եղել է 91 Ադրբեջանը 3 տարի հետո։ Չէ, ինքը վավերացել է։ ստորագրել է, բայց 91-ի միաժամանակ ստորագրել է։ Չի վավերացրել, չի մտել, բայց գրեթե միաժամանակ վավերացված չի։ Այո, կանոնադրությունն է վավերացրել։ Բանը այս Ալմաթան չի արել։ Հիմա գրեթե հիմա փաստացի նույն կազմակերպության անդամ են, չէ՞։ Այդ ժամանակաշրջանից ԱՊՀ երկրների միջև արդեն կնքվել են, ստորագրվել են, բազմաթիվ հիմա չէ նոր համաձայնագրեր են ստորագրվում, կնքվում, բերում են, վավերացնում են։ Այս 30 տարի դա արվում է։ Ու այդ գոյություն ունեցող համաձայնագրերով հիմիկվա Հայաստանի քաղաքացիները Ադրբեջան գնալուց վիզայի կարիք չունեն, որովհետև ԱՊՀ երկրները իրենց քաղաքացիներին ազատել են մուտքի արտոնագրից։ Ազատ բեռնափոխադրումներ պիտի լինի, գոյություն ունեցողով է, չեմ ասում նոր համաձայնագիր կնքեն։ Այսինքն, եթե ինքն ասում է, չէ, Հայաստանը եւ Ադրբեջանը հարաբերություններ են հաստատում ինքնիշխանության, տարածքային հարգել։ Եթե դու դա հարգում ես ինքնիշխանությունդ, արդեն այդ համաձայնագրերը կա։ Հետևաբար որևէ Թրամփի ուղի, Մելանի ուղի, չգիտեմ որևէ ուղի լրացուցիչ սահմանելու կարիք չկա։ Ուրեմն հիմա եթե Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատում, նորմալ հարաբերություններ են, որպես ԱՊՀ անդամ երկրներ, նշանակում է, գիտես ինչ պիտի լինի։ Ես ու դու այսօր նստենք ավտոն, այդանք հակարի կամուրջ, մեր ազգագրերը ցույց տանք Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը, քանի որ իրանք արդեն դեռ նստած են։ Մտնենք այդանք հասնենք Ստեփանակերտ։ Մենք ասենք հիմա Ռուսաստան ո՞նց են գնում։ Հա նստում ենք ավտոն, Վրաստանի տարածք անցնում ենք, չէ՞։ Այդում ենք ռուս սահմանապահները, որտեղ ԱՊՀ ենք, չէ՞։ Ինչի համար է դա, որտեղ ԱՊՀ ենք, չէ՞։ Նույն երկրներն է։ Ռուս սահմանապահը մեր ազգագրում Պեչատախը, որ մենք մտանք Ռուսաստան, այդ մենք Կրասնոդար այդ մենք չենք անում։ Տուն ենք առնում, ապրում ենք, չէ՞։ Տուն ենք հայերը որ այդում են ինչ են անում։ Տուն են առնում, տուն են վարձում, լավաշ ցեխ են դնում, ապրում են, եղեք գնում են դպրոց, չէ՞։ Այսինքն հիմիկվա ԱՊՀ-ի կարգավորումներով Արցախը հարություն վաղ պիտի թե Ստեփանակերտ։ Կարա՞ դա։ Երբեք։ Դե որովհետև չկա, չէ, քո ինքնիշխանությունը ինքը չի արգում։ Բայց չի արգում, սահման չէ, ոնց որ դուք եք արդարացիորեն ասում։ Այսքան Ալիևը ելույթ է ունեցել օգոստոսի 8-ի հայտարարությունները ստորագրելուց հետո Վաշինգտոն։ Մակումա դրանից հետո ելույթ ունեցել, միջազգային տարբեր համաժողովներով, այդ իրա թուրքական պետությունների համաժողովում բանաձև են ընդունել։ Այդ բանաձև ընդունողների մեջ են Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, ապա անդամ երկրներ, որոնք ասում են Զանգեզուրի միջանցքը կարևոր նշանակություն ունի այդպես բան Զանգեզուրի ժողովրդների համար։ Բայց եթե դու ԱՊՀ երկիր ես, ԱՊՀ-ում դեսպան ունես առանձին, այդ անդամ երկրներում առանձին դեսպաններ ունես, դրանք ո՞նց են թույլ տալի, որ այդ բանաձևում Զանգեզուրի միջանց, դու ասում ես Զանգեզուրի միջանց եզրույթը մի օգտագործի, չէ՞։ Բայց եթե այդ երկրի ղեկավարը ստորագրել է մի բանաձև, որը օգտագործել է այդ եզրույթը։ Հիմա Ղազախստանում Հայաստանի դեսպանը հանդիպում խնդրել է Ղազախստանի արտգործնախարարությունից, ասի, պարոն նախագահը
բանում Ադրբեջան։ Աչք զուր իրանց ձևական ինչ դեսպան, ինչ մեսպան, այդ դեսպանին ով է քաքի տեղ դնում։ Հիմա առաջարկում եմ Ժողովուրդ ջան, ռուսերեն լեզվով է։ Մի քիչ երկար է, բայց լսեք։ Ես ուղղակի խնդրում եմ ձեզ լսեք, որտեղ այն ինչ որ ցուցադրելու ենք, իմ ասածից չի տարբերվում, էլի աղերսում է, փորձում է համոզել, որ դա միջանց չի, փորձում է համոզել, որ խաղաղություն, սկսում է գովալ Տրամպին, Տրամպի մորը, Տրամպի հորը, Տրամպի կնիկներին եւ այլը, հետո անցնում է, չգիտեմ, Ալիևին, սկսում է քնքուշ խոսքեր ասել Ալիևի հասցեին, ինչքան խելոք, ինչքան եւ այլը, վերջում Ալիևը դնում ասպես է ինչ է ասում։ Իմաստը մեծ իմաստով, դա է։ Բայց պետք է լսենք սկզբից Նիկոլին, հետո կվերադառնանք տաղավար, մի 2 րոպե քննարկենք ու կվերադառնանք Ալիևին։ Թե Ալիևը ոնց է կերցնում, ուրեմն Նիկոլ Փաշինյանին, այսպես կոչված։ Դե լավ, հիմա խնդրում եմ Հայկ ջան, Նիկոլի ելույթը, այսպես կոչված Դուշանբեում։ Уважаемые главы делегаций, рад приветствовать вас на очередном заседании Совета глав государств СНГ. Прежде всего хочу искренне поблагодарить наших таджикских друзей и лично многоуважаемого президента Рахмона за радушный прием и организацию сегодняшнего саммита на высоком уровне. Хочу также отдельно выразить признательность таджикской стороне за успешную реализацию председательства в Содружестве в текущем году. Уважаемые коллеги, с удовлетворением хочу констатировать, что после многолетнего конфликта между Арменией и Азербайджаном установлен мир. И ключевым базисным документом в этом процессе явился основополагающий документ СНГ Алматинская декларация 1991 года. По итогам мирного саммита, который прошел 8 августа текущего года в Вашингтоне по инициативе президента Трампа, мной и президентом Алиевым была принята декларация, в которой зафиксировано, что Армения и Азербайджан признают необходимость придерживаться не связанному с конфликтом прошлого курса к светлому будущему в соответствии с Уставом Организации Объединенных Наций и Алматинской декларацией 1991 года. Приведу цитату из Вашингтонской декларации. После конфликта, причинившего огромные человеческие страдания, созданы условия, чтобы наши народы наконец вступили на путь добрососедских отношений, основанных на нерушимости международных границ и недопустимости применения силы для захвата территории. Это реальность, которая не подлежит и никогда не должна подвергаться пересмотру, открывает путь к закрытию страницы вражды между нашими народами. Мы решительно отвергаем и исключаем любые попытки мести сейчас и в будущем. Конец цитаты. В той же декларации мы, лидеры Армении и Азербайджана, в целях содействия миру, стабильности и процветанию в регионе и по соседству подтвердили важность открытия транспортных коммуникаций между двумя странами для внутригосударственных, двусторонних и международных перевозок на основе уважения суверенитета, территориальной целостности и юрисдикции государств. Эти усилия должны включать беспрепятственное транспортное сообщение между основной частью Азербайджанской республики и ее Нахчеванской автономной республикой через территорию Республики Армения с взаимными преимуществами для международных и внутригосударственных перевозок для Республики Армения. Также было зафиксировано, что Республика Армения будет работать с Соединенными Штатами Америки и взаимосогласованными третьими сторонами над выработкой рамок транспортного проекта «Дорога Трампа во имя международного мира и процветания» или «Трипрут» на территории Республики Армения.
Проект «Рипрут» предоставляет Армении возможность иметь железнодорожную и иные транспортные коммуникации с государством-участником СНГ Азербайджаном и с другими государствами-участниками СНГ. Это существенное изменение и обстоятельства, которые, несомненно, поспособствуют укреплению экономических связей в рамках СНГ и повышению эффективности организации. Проект «Рипрут» также открывает новые экспортные и импортные возможности для стран СНГ. Уважаемые коллеги, до Вашингтонского саммита еще в марте месяце текущего года Армения и Азербайджан сумели согласовать проект соглашения об установлении мира и межгосударственных отношений и с таким позитивным исходом завершить переговоры по проекту. В этом документе также есть ссылка на Алматинскую декларацию 1991 года. В этом контексте стороны подтвердили свое понимание того, что границы между республиками бывшего СССР стали международными границами соответствующих независимых государств. Соответственно, Армения и Азербайджан признают и уважают суверенитет, территориальную целостность, неприкосновенность международных границ и политическую независимость друг друга. Это означает, что обе страны признают, что территория Республики Армения идентична территории Армянской Советской Социалистической Республики и территория Азербайджанской Республики идентична территории Азербайджанской Советской Социалистической Республики, а границы, включающие эти территории, неприкосновенны. Соглашение об установлении мира и межгосударственных отношений между Арменией и Азербайджаном в Белом доме было парафировано министрами иностранных дел двух стран в присутствии президента США, президента Азербайджана и меня. Я надеюсь и убежден, что в ближайшем будущем мы подпишем и ратифицируем и это соглашение тоже. Примечательно, что в 2024 году Армения и Азербайджан успели подписать и ратифицировать свой исторический первый двусторонний документ. Речь идет о положении о совместной деятельности комиссий двух стран по делимитации границы, которое было подписано вице-премьерами двух стран и ратифицировано и в Армении, и в Азербайджане, получив высшую юридическую силу. В этом положении тоже основополагающий документ сотрудничества Алматинская декларация 1991 года закреплена в качестве базового принципа для делимитации межгосударственной границы между двумя странами. На основе этого принципа в 2024 году был делимитирован около 12-километровый участок государственной границы между нашими странами. Уважаемые коллеги, рад возможности информировать вас обо всем этом, несмотря на то, что установившийся мир не означает, что вопросы повестки дня Армения, Азербайджан исчерпаны. Нам еще предстоит наладить взаимную торговлю, экономические, политические, культурные связи, решать гуманитарные вопросы. И это непростая задача, учитывая историю многолетней вражды. Но установленный мир дает нам уверенность в том, что вопросы постепенно будут решены. По случаю установления мира хочу поздравить не только Армению и Азербайджан, но и все государства-участники СНГ, поскольку знаю, что вы все очень желали, чтобы это случилось, и это случилось. Мир теперь реальность, и я с этим событием поздравляю всех нас и выражаю признательность коллегам по СНГ за оказанную поддержку в течение всего этого времени. Благодарю за внимание. Հիմա տեսեք, այս ապուշը ասում է բաներ, որ ասում է Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջատով։ Ստե որ ասես ստի Ադրբեջանը երբ է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Չի ճանաչել ու չի էլ ճանաչում, իր համար Հայաստան գոյություն չունի։
Եվ այս տխմարը այնտեղ կրկնում են նույն բանը, որ գրված է այդ փաստաթղթի մեջ։ Նույնիսկ եմ կարդում, այդ մասը ես մի 100 անգամ կարդացել եմ եւ ուզում եմ, որ մեր ժողովուրդը ուշադրություն դառնա։ Վերահաստատում է, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ, հիմնված միջազգային սահմանների անկախտելիության եւ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անդրադառնության սկզբունքների վրա։ Հիմա քանի որ Մեղրիում պետք չէ որ Ադրբեջանը ուժ կիրառեր, Ադրբեջանը ասեց մեր ոչխարը հանձնեց այդ տարածքը, Մեղրին հանձնեց։ Հիմա ամեն կերպ սաղին ուզում է ֆրծնի, սաղին ուզում է էշի տեղ դնի, որ իբրև թե ես Մեղրին չեմ տվել։ Ո՞նց եմ կրկնում, Մեղրին հանձնվել է Վաշինգտոնյան փաստաթղթով։ Մնում է մի ստեղծեն պայմաններ, էլի ինչ-որ ձևով անպայման այդ պայմանները կստեղծեն, որ Մեղրի ժողովուրդը ընդեղից փախչի։ Ու փախչելու է մի օր Մեղրի ժողովուրդը։ Ընդեղ կճարեն մի հատ մարզպետ, կասեն, հա, այս մարզպետը մի բան կանի, ժողովրդի կյանքը փրկեք, ասեք, Նիկոլը կասի մենք հանուն Մեղրի չենք գնա պատերազմ, մի նոր զոհեր չենք ուզում տանք, հետո կասեն դե մարզպետը մեղավոր էր, որ ժողովրդի ոտի չանեց, որ պատերազմի, ոնց որ հիմա արցախցիներին մեղադրում են։ Նիկոլը հանձնում է Հայաստանը արդեն մաս ժողովուրդ։ Խնդրեմ պարոն Ղազարյան, դուք էլ այս թեմայի մասին ասեք այդ ելույթի հետ կապված եւ անցնենք Ալիևի ելույթին։ Նախ ամբողջությամբ կիսում եմ ձեր տեսակետը, որ ասում է համաձայնագիրը, համաձայնությունա ձեռք բերվել, որ Հայաստանի Հանրապետության հիմիկվա սահմանները դա հայկական սովետական հանրապետության սահմաններն են, Ադրբեջանի Հանրապետության սահմանները Ադրբեջանի սովետական հանրապետության սահմաններ են, չէ՞։ Ո՞վ ասում որ դες բան կա։ Ինքը նոտ է ասում, անցած տարվա օգոստոսից ասում է, որ Ադրբեջանի հիմիկվա հանրապետությունը հանդիսանում է 18-ից 20 թվի Ադրբեջանի իրավահաջորդը։ 18-ից 20 թվի Ադրբեջաններ ազգերի լիգային մի հատ քարտեզ է ուղարկել, այդ ոչ համաձայնագիր կա, ոչ ուղարկի քարտ է, ոնց որ էսի փոքես ուղարկես մի տեղ։ Այս սրանով ասեն գրես Ղարաբաղ մեջնա ուղարկես ասես դրա մեր է, հա, դες ոչել եմ, չէ։ Ասմատես քարտեզ է ուղարկել, որով Հայաստանի սա տարածքը Ադրբեջանը։ Այդ ինքն է ասում։ Բայց ո՞նց եղավ որ դու սկի չես ճանաչում Հայաստանի հիմիկվա սահմանները որպես հայկական ՍՍ։ Իրավաբանորեն Հայաստանի հիմիկվա հանրապետությունը հայկական ՍՍ-ի իրավահաջորդ չի հանդիսանում։ Ադրբեջանի հանրապետությունը ոչ միայն ադրբեջանական սովետական հանրապետության իրավահաջորդ չի, այլ իրանց անկախության սահմանադրական ակտում ադրբեջանական սովետական հանրապետությունը ճանաչվել է որպես ապօրինի կազմավորում։ Այսինքն իրենք ադրբեջանական սովետական հանրապետության ոչ միայն իրավահաջորդություն չեն ընդունում, այլև ասում են, որ այն ինչ որ եղել է ապօրինի է եղել։ Բայց ինչի են դրա մասին խոսում, որովհետև ասում է դու ասեցիր, որ ադրբեջանական ՍՍՀ-ը, չէ՞։ Ադրբեջանական ՍՍՀ-ին Տավուշի 3 անկլավները պատկանել է։ Պատկանել է։ Տիգրանաշենը պատկանել է, որպես անկլավ Ադրբեջանին։ Դե լեմա դրանք դու ասիր, չէ՞։ Հիմա տեսեք մերը ոնց էր աղերցում բանի ամորձիների հետ խաղում Ալիևի, հետույքը պաչում, աղաչում, որ եւ այլը, որ Ալիևներ իր խոսքում մի հատ գոնե մի ձևով այդ խաղաղության մասին, մի ձևով այդ տարածքների անխախտելիության մասին, ինչ որ մի բան ասի։ Բայց լսեք, իմիջիալոց այս լկտիությունը Տաջիկստանի նախագահը իրան դիմում է անուն հայրանունով կամ ազգանունով։ Ինքը իբրև թե մտերմություն անունով է դիմում։ Հիմա տեսեք վերջում, չէ, շփոթվում է, ուղղակի հայրանը չի շուն որ ասի, որովհետև պաշտոնական խոսքի մեջ ինքը իրավունք չունի մեն անունով դիմելու։ Դե հիմա մեր բանը, չէ, ասեցինք ինչ կենթանի է։ Հիմա լսեք,
իսկ դե երբ որ ափսոս է մասը չգիտեմ Հայկը թողել է թե չէ, երբ որ վերջացնում է Ալիևի իր խոսքը, արդեն Տաջիկստանի նախագահ նրան շատ մեծ շնորհակալություն է հայտնում որպես Իլհամ Հեյդար Օղլի իրանց արդեն բանով, ոչ թե ոնց որ ընդունված է աշխարհում, ասելով որ այս Հեյդար Օղլու տեղը մեր համար միլիոն է, դու այդ ծաղրացու տականք, դու ոչ մեկին պետք չես, բացի որ հիմա հայրենիքդ հանձնես թուրքերին ու գնաս որպես աննասուն որևէ արոտավայր արածելու։ Հիմա լսենք Ալիևին։ Как стремительно развивается столица страны, строятся новые здания. Все это нас очень радует как друзей. Поздравляю с успехами в градостроительстве и рад тому, что Душанбе хорошеет из года в год. Также сегодня хотел бы отметить поступательное развитие двусторонних отношений между Таджикистаном и Азербайджаном. Они основаны на братстве, дружбе, взаимной поддержке и имеют большой потенциал развития. На сегодняшнем заседании хотел бы затронуть вопросы укрепления сотрудничества в гуманитарной сфере. Выражаю благодарность главам государств СНГ за поддержку кандидатуры города Лачин Восточно-Зангезурского региона Азербайджана в качестве культурной столицы СНГ в этом году. В июне этого года в Лачине состоялась церемония открытия года культурной столицы СНГ, в ходе которой была представлена информация об истории, культурном наследии этой древней азербайджанской земли. Гости мероприятия воочию убедились в стремительном возрождении Лачина после освобождения от 30-летней оккупации Арменией. Полностью разрушенный город за несколько лет превратился в один из самых красивых и удобных для жизни городов. Еще одним важным событием в жизни Содружества стали третьи игры СНГ, состоявшиеся с 28 сентября по 8 октября этого года в Азербайджане. Центром проведения игр стал древний город Гянджа, родина великого азербайджанского поэта и мыслителя XII века Низами Гянджеви. Помимо Гянджи еще 6 азербайджанских городов – Габала, Гёйгёль, Евлах, Мингечевир, Ханкянди, Шеки – приняли более 1600 спортсменов из 13 стран, как членов СНГ, так и стран-гостей. Такого рода мероприятия укрепляют дружбу и сотрудничество на пространстве СНГ и за его пределами, способствуют укреплению отношений, основанных на равноправии, учете взаимных интересов и взаимном уважении. Благодарю за внимание. Спасибо. Խնդրեմ, շատ կարճ, լակոնիկ, դուք դեռ լսեցիք Տրամպի ուղի, դուք դեռ լսեցիք Հայաստան, դուք դեռ լսեցիք խաղաղություն, լսեցի, կարճ, իրան երկու նպատակ էր պետք, գնա հանրայնորեն, որպեսզի Պուտինը ներողություն խնդրի ինքնաթիռի համար, Պուտինը դա արեց, ներողություն խնդրեց, Ալիևից դա արավ հրապարակավ, ինքնաթիռի կործանման իրանց մեղքը ընդունելով, բոլոր հարցերը լուծեց, ասեց, որ մեղրին էլ մեկ է տվել է, ստեղ էլ չխառնվեք դուք, այդ հարցերն ապահովեց, մի հատ էլ մի րոպեանոց Տաջիկստանի նախագահին շնորհակալություն հայտնեց լավ ընդունելության համար։ Մեր ոչխարը, էլ Արմաթի հռչակագիր, էլ խաղաղության խաչմերուկ, եւ շատ պարզ ասեց, որ Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը։ Այս հիմա հələ օկուպացիայի հետևանքները հետո կիմանանք, որտեղ մեր ոչխարը դե թող թռներ երեսին։ Այդ տխմար։ Փաստե ամբիոնից մեկ-մեկ վեր ես թռնում, բաներ ես ասում։ Բա պատասխանեիր։ Օլուխ։ Սա է ամբողջ հիմա թող Պետրոսը սա ցույց տա,
Նիկոլի ելույթներ ցույց տա հանրայինով, կազմակերպի քննարկում։ Նա խոսած իր երկրի, Հայաստանի օկուպացիայի, արևելյան Զանգեզուրի եւ այդ կարգի թեմաների մասին։ Ինչի մասին խոսած մեր օլուխը։ Աղերսում է Զորով 91 թվականի Ալմատի հռչակագիր, որտեղ ոչ մի սահման հստակեցված չի։ Որտեղ դե խորհրդային միությունից պետություններ կան, որ չեն էլ մասնակցել, պետություններ կան, հետո դուս են եկել թքած ունենան այդ ուրեմն Ալմատի հռչակագրի վրա։ Մեր ոչխարը կպած Ալմատիով էդի Ադրբեջան է։ Հիմա ինչով է մեղրին Ադրբեջան, արա։ Հիմա ինչ ես ասելու։ Ասելու ես դե Լենգվախտ Քոչարյանը տվել էր, ինձ Ալիևը մի հատ փաստաթուղթ ցույց տվեց, ես էլ լեզուս մտավ քամակս, դրա համար էլ որոշեցի, որ բանը տալիս եմ։ Այս այլում երկրի ղեկավարի խոսքը շատ կարճ հստակ ասեց այդ ոչխարը ինչ ասում է, իրականության հետ ոչ մի կապ չունի։ Ու ինքը Տրամպին SNG-ի հավաքում չգոված, չնայած Տրամպը իրան նվիրեց մեղրին։ Բայց ինքը Տրամպի անուն չտվեց։ Այ ոչխար գնացել Պուտինի մոտ, Տրամպին ես գովում, պարսիկներին ու ռուսներին արհամարելով ասում ես հարավային բանը շրջանը տվել եմ թուրքերին։ Դու հասկանում ես այ ոչխար ինչ ես անում, արա։ Պետրոսն էլ հիմա պետք է ասեն, վայ, արա, այս ինչ հանճարեղ ելույթ էր։ Այն մյուսները, Ալյոնկաները, Վալյոնկա Ռուբինյանները, Ցալյոնկա Մորդիները, արա չեք ամաչում դուք, արա։ Այս մարդկանց այս ժողովրդին, այս ազգին այս շիտեղ եք դրել։ Եվ եթե ազգը համաձայն է այդ գաղափարի հետ, պարոն Ղազարյան, մենք ինչ կարող ենք անել։ Չընտրեմ օկուպանտ ասեց, արևելյան Զանգեզուրը ասեց, այսինքն արևմտյան Զանգեզուրն էլ, այն Զանգեզուրն է, որը պետք է շուտով դառնա Իրանցը։ Լավ, ինչ է պետք, որ մեր հասարակությունը։ Նայեք, սա ինչ ասում։ 35 տարի հայկական օկուպացիա։ Հայաստանի օկուպացիա։ Այսինքն, եթե ինքը հիմա իր խոսքում օգտագործում է Հայաստանը ոչ թե ասում է, որ կոնֆլիկտի հետևանքով այդ տարածքների նկատմամբ մեր վերահսկողությունը կորցրել են, ոչ թե պես բաներ է ասում, այլ ասում է Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացիա։ Ու եթե Հայաստանի ղեկավարը դեռ նստած համաձայն է դրա հետ, նշանակում է ինքը ընդունում է, որ օկուպացիա է, բայց որ օկուպացիա ալում հետո ինչ պիտի լինի։ Մարդ հայտարարեց ինչ իրավունք ուներ հայկական զինվորը գնալ ծառայել Ադրբեջանի տարածքում։ Այսինքն էլ գալու է ռազմական հանցագործություն, դրա հետևանքներ, փոխհատուցումներ, որտեղ դու այդ ամեն ինչին համաձայն ես, ճիշտ է։ Լաչին, որպես ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, հին ադրբեջանական քաղաք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ մինչև այս տարվա նոյեմբերի 9-ը Լաչինը միջանցք է։ Չէ, եւս 5 տարի միջանցք է։ Պայմանագրի մեջ հստակ գրված է հետեւյալը։ Չէ, եթե 5 տարին լրանալուց 6 հետո ավտոմատ երկարում է։ Քանի որ ոչ մեկը չի դիմե դա լուծարելու, ինքը ավտոմատ արդեն երկարացել է։ Այո, չէ։ Հələ նոյեմբերի 9-ը չկա, չէ։ Միջանցք է։ Բայց այդ դասկոմը արդեն ասում է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքամիջոցառումներ, բան ձեզնի շնորհակալ ենք։ Խանքենդի։ Էդի կարծեմ Ստեփանակերտն է։ Ու ինքը ասում է, ոչ մեկ չի ասում իրան Խանքենդի չի, Ստեփանակերտը, դրա բնակիչները Հայաստանի փողոցներում փախստական են, որովհետև դու դրանց նկատմամբ ուժես կիրառ է։ Մեր ԱՊՀ-ի կարգավորումները դա չի նախատեսում, ԱՊՀ-ն համագործակցող երկրներ են, նրանք իրանց քաղաքացիներին չպիտի տենց անեին, տենց ասող չկա։ Եվ մյուս կարևոր եզրույթ հետի չասի։ Արևելյան Զանգեզուր։ Ասեցիք։ Արևելյան Զանգեզուր, բայց եթե Արևելյանը կա, նշանակում է Արևմտյանն է կա, չէ՞։ Բայց եթե Արևելյան Զանգեզուրը հիմա այդ շրջաններն են, Ջեբրայել, Մեբրայել եւ այլն։ Արևմտյանը դոցր դառնում է Սյունիք Վայոց ձոր։ Բայց էլա չէ՞ ասի, Արևմտյան Ադրբեջանը պիտի ներառի նաեւ Արևմտյան Զանգեզուրի շրջանը, չէ՞։ Ասենք Արևելյան Զանգեզուրի եզրույթ
Ադրբեջանի պատմության մեջ գոյություն չունի, նոր է սահմանում, չէ՞ ինքը։ Անունով ասում է արդեն դա դառնում է միջազգային տերմին։ Այո։ ՍՆԳ-ի Նիկոլի ներկայությամբ։ Այդ ներկայությամբ։ Ու դու չես ասում, գիտես ինչ, Զանգեզուրը նախ ինքը որպես եզրույթ, դա հայկական եզրույթ է։ Մենք կոմբինատ ունենք, որը կոչվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, թիվ 1 հարկ վճարող ընկերությունն է Հայաստանում։ Իս Զանգեզուր։ Բա Մակի ամբիոնից դու ելել էիր Ալիևը խոսե գնացել էր, իր խոսալուց մի շաբաթ հետո գնացել էր դատարկ դալիճում, ծղրտում էիր, ասում էիր, թող Ալիևը բացատրություններ տա։ ՍՆԳ-ում տվեց, ասեց, որ օկուպանտ ես դու։ Թող Ալիևը բացատրություններ տա, այդ իր ասած Զանգեզուրի Միչանսկի վերաբերյալ։ Հենա արդեն Ալիևն վաղ տնտե չէ, որ քեզ բացատրություն, ըստ նույն սեղանի շուրջ նստած եք։ Ասերել եմ այդ բացատրություններ դու կամ ձեր ասածը դու գնացել ես ասենք Դուշանբեում Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթ ես գովում հենց փաստաթուղթ որը որ ոչ մի դեպք ես Ուժելը Տրամպը ինչ է լավ Նոբելյան ստացա չի ստացա էլ չի կարա ստանա չէ որ դու ստանա այդ խոր մրցանակետի բան չի խաղաղության խաշմերուկի բուկլետ չի որ Նազելի Բաղդասյան Սաղին բաժանի Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին Մադուրոյի բանի ընդդիմության ոնց էր կոչվում դա Չեմ այդ կնոջ անունը չգիտեմ ոնց է կոչվում Վենեսուելայի թե Բոլիվիայի Չէ Վենեսուելա Տրամպը հաստատ դե ասենք Ալիևի ու Փաշինյանի հետ գործ բռնած մարդը հազիվել Դե գոնե դու լավ էիր ասում եթե գոնե խաղաղության մրցանակը չեն տվել գոնե Մեղրին հետ տան Գոնե ջղայնանա Մեղրին հետ Մտարա Մեղրին տվեց որ ինի մրցանակ ստանա եթե ինի մրցանակ չստանում գոնե չեղարկեն ասեն մեր Մեղրին հետ տվեք Ինչ կա գոնետի մնա Իմիջիալուս մի բան էլ ասեմ ձեզ շատ քիչ են խոսում Հայաստանում չգիտեմ դուք ձեր եթերներում դրան անդրադառնում եք թե չէ Սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 11-ը Հայաստանում է գտնվում ամերիկյան պատվիրակություն սահմանային եւ մաքսային ծառայության աշխատակիցների Կարծում եք որ այդքան երկար ժամանակով այդ պատվիրակությունը Հայաստանին չի եկել Մտածում եք որ տուրիստ են եկել են տենան Մեղրիում կառելոք հասելա թե չէ Ես կարծում եմ որ իրանք շատ ավելի լուրջ բանի համար են եկել Իրանք արդեն եկել են ամերիկյան ռազմաբազան Մեղրիում տեղակայելու եւ այդ Միչանսկը Ադրբեջանի ապահովությամբ իրականացնելու գործը կազմակերպելու համար մաքսային եւ սահմանային ծառայության աշխատողներ Այսինքն ադրբեջանցիները ոնց պիտի գան, ոնց պիտի գնան, որ ընդ հայրերից չտենան, որ այդ գործը կազմակերպեն Ամերիկա, այսինքն իրանց առաջնային խումբ եկել է, որ կազմակերպի ամերիկյան մաքսային եւ սահմանային ծառայության աշխատանքները Մեղրիում։ Դրանից մի քանի օր առաջ այդ իրանց այցելությունից Շահին Մուստաֆաև եւ Մեհեր Գրիգորյանը հանդիպել են։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասում են. հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում։ Լրագրողները հարցում են Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում որտե կոնկրետ։ Սադարակում ա եղել, Տավուշում ա եղել, Ջերմուկում ա եղել, Մեղրիում ա եղել։ Հետո բարձրացավ որ Մեղրիում ա եղել։ Մինչև այդ հիշում եք ինչ էին ասում։ Ելեմ այդ սահմանային հանձնաժողովների պատմությունը դες հիշացնեմ։ Այս սահմանային հանձնաժողովները ստեղծվել են 2022 թվականի մայիսի 22-ին, 23-ին։ Բրյուսելում Նիկոլ Փաշինյան Ալիև հանդիպման հաջորդ օրը։ Այդ ժամանակ Ալիևն ասաց պիտի հանձնաժողովները սահմանազատեն Գորիսի տեղ գյուղի հատվածը սահմանի։ Ինչի համար, որովհետև Լաչինի Միչանսկն դեղով էր անցնում։ Այն վաղ թելա Արցախ կար 22 թվականի մայիս է։ Լաչինի Միչանսկ կար, մենք գնում գալիս էինք։ Ասաց պիտի սահմանազատում իրականացվի Գորիսի շրջանի տեղ գյուղի հատվածից։ Այսինքն իրանց հետաքրիր էր այդ Լաչինի Միչանսկի 5 կիլոմետր հատվածը սահմանա, որ ասեն Հայաստան դու գրիր որ այստեղ քո սահմանն ավարտվում է։ Գրիր, բայց որ ավարտվում է εμείς կողմից որ երկրի սահմանն է, Ադրբեջան։ Ուրեմն մենք գալիս ենք մեր սահմանը վերահսկելու, որ բերեին Հակարի կամրջում հսկիչ անցակետը դնեին Արցախը վերցնեին շրջափակման մեջ։ Բայց քանի որ իրանք այդ հարցը արդեն Պրահայով լուծեցին այլ եղանակով, եւ Գորիսի հատվածում սահմանազատում անելու
Մի բառ չկա այդ օրվանից հետո։ Հիմա չեն ասում։ Հետո Ալիևը խնդիր դրեց, ասաց Տավուշից պիտի տարածքներ հանձնեք Ադրբեջանին։ Ասի սահմանազատում իրականացնում են Կիրանց գյուղի հատվածում։ Հելան գնացի, ինչ սահմանազատում։ Այդ սահմանազատման անվան տակ հանձնաժողովների կանոնակարգը ստեղծեցին, այդ տարածքները հանձնեցին ամբողջությամբ Ադրբեջանին։ Հետո մեր Գրիգորյան Շահին Մուստաֆայevն ասին, հանձնաժողովները պայմանավորվել են, որ սահմանազատումը սկսելու են Հայաստան, Վրաստան, Ադրբեջան սահմանի վերևի կետից։ Պիտի վերևի կետից սկսենք սահմանը նկարագրելով իջնենք մինչև Մեղրի։ Դրանով իրանք ինչ ցույց տվեցին, որ այս 12 կիլոմետրը, որ Կիրանցում արել է, սահմանազատված չի, որովհետև եթե այս 12 կիլոմետրը կայլ վերևից էլ ինչ է սահմանազատում, չէ՞, դասես արդեն սահմանազատված հատված է, իջնում ենք ներքև։ Այսինքն այդ հայտարարությունը ցույց տվեց, որ այդ 12 կիլոմետրը, որ Կիրանցում արել են, սահմանազատում չի, ուղղակի տարածքի հանձնում է։ Բայց հիմա քանի որ Մեղրին են հանձնում, Ալիևն ասում է թարգեք այախ, մեկը մենք Հայաստանի սահման չենք ունենա, ինչ Հայաստան վերանում է։ Բերեք իջեք ներքև, ներքևի մասից այս քանի կիլոմետր է պետք երկաթգծի համար։ Այդ մասը թող մատ հայերը իրենց թուղթը գրեն ստորագրեն, տան ամերիկացիներին, որոնց սահմանապահներն ու մաքսավորներն արդեն եկել են, որ ամերիկացիները ճանապարհը բացեն, իրան գնան գան։ Ոչ մեկի մեջ չի խոսում, որ այդ ամերիկացիները ստեն։ Իսկ իրանք հաստատ Մուստաֆայևն ու բանը հանդիպել են Մեղրիում։ Այո, Մեղրիում եւ բանում Զանգելանում։ Դա պաշտոնապես հաստատել են։ Արժում են ասում են այդ հատվածում։ Այսինքն այդ Մեհերի ազգանունը ոնց է։ Գրիգորյան։ Ամենամեծ ստորներից մեկը բա։ Դրանից վտանգավոր մարդ, այս մեր հասարակության մեջ շատ քիչ կա։ Մոսմոս ձեն չկա։ Բարգավաճ էր, չէ՞ դա։ Բարգավաճը մտավ կառավարություն ու դες մնաց էլի։ Բարգավաճը તો կոալիցիայից դուրս եկավ, ինքը մնաց։ Միլիոնատեր։ Դա այսինքն վերջ, այսինքն դե լավ, մարդի կդիմությունը էս ամեն ինչ չի տեսնում։ Դենում են, այդում են այդ ընտրությունները։ Իսկ ներողություն, բանի գործընթացը ինչ վիճակում է կարգավիճակում։ Դե Հայաստան դաշինքը ի պատիվ իրենց պարզվեց, որ պաշտոնական ձևաթղթի տակ բոլոր 28 պատգամավորները ստորագրել են։ Դա առաջընթաց է, ասենք մինչև հիմիկվա իրանց հայտարարությունների բանի համեմատությամբ դա ձեռքբերում է։ Ես կարծում եմ, որ այս պարագայում պետքա պատիվ ունեմի պատգամավորները գնան նստեն այդ Իշխան Զաքարյանի դիմաց նորմալ հետը խոսակցություն վարեն։ Ասենք կամ արի միացի ես նախաձեռնությանը կամ մանդատը թող ռոդքաշի գնա։ Ոչ չի դնի եթե։ Այսինքն ոչ չի դնի, այսինքն այնց հաշտվում ես, այսինքն ոչ չի դնի։ Շուտուրակ։ Բանդիմության քվոտայով դառել ես պատգամավոր, ոչ չի Ղազարյանն բաննել։ Հիմա ասենք Իշխան Զաքարյանի նովա բերեկցեն։ Ներողություն։ Հովիկ Ղազարյանն ու բաննել Հակոբյան ինչ է։ Հակոբ Ասլանյան։ Հակոբ Ասլանյան։ Այո։ Քաղաքացիական պայմանագիր, նրանք կարան ասեն դուրս եկեք։ Դուրս չեկա Հովիկը։ Դե սխալ է դուրս չգալ ասեմ։ Դու ոչ կա, օրենքը չի կարգավորում, պատգամավորը։ Չէ, ոչ մեկը չի կարա անի, չի դու գալի ու վերջ, ի կարաս անես։ Որ օրենքը որ կետով դու կարաս իրան ասես, մանդատդ պիտի դնես։ Չի դնում ու վերջ։ Չէ, մի լավ, տես չէ, Լիսագուլյան ջան, դու Ցավոտ տանեմ օրենքը ասա։ ասում եմ, էլի, ասա։ Ընտրական օրենսգիրք։ Ինչ ասում։ Ընտրական օրենսգիրքը ասում է, այս երկրում ընտրվելու միակ ձևը համամասնական ցուցակով ընտրվելը։ Այսինքն, եթե դու Էդգար Ղազարյան ուզում ես դառնաս պատգամավոր, գլուխդ որ պատին է խփես, չես կարա դառնաս, եթե դու որևէ կուսակցության կամ դաշինքի համամասնական ցուցակում մեծամասնականը վերացրել ես։ Հիմա ասում է, ընտրությունը, որ երկրում լինում է, պիտի ընտրությունների առաջի ընտրություններից անմիջապես հետո շեմը հաղթարած կուսակցությունները գնան կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ասեն իրանք կառավարություն ձևավորում են թե չէ, իրանք իշխանական խմբակցություն են դառնում թե ընդդիմադիր։ Եթե ով ոնց հայտարարում է, դիրքավորվում է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսում է մանդատների բաշխում իրականացնել։ Մանդատների բաշխումը նես պիտի անի, որ պարլամենտի մեջ առնվազն 3 քաղաքական ուժ լինի, պատիվը դրա համար անցավ, չէ՞, շեմը չէ, բայց ասի մեկը պիտի գաս, իրավունքի ուժով պիտի անցնես։ Հետո էլ ասում է անցար, ընդդիմադիր ես, թե դու ես կոալիցիայից կազմում ԿՊ-ի հետ։ Ասում է ընդդիմադիր եմ, ասում է շատ լավ։
Մանդատների քանակ ավելացրեց, 100 բեկա, չէ, սահմանադրությամբ։ Եվս 6 մանդատ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավելացրել է, այդ մանդատները տվել է Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցություններին, որպեսզի նրանց մանդատների քանակը լինի պարլամենտի 1/3-ը, որովհետեւ ազգային ժողովում օրենքներ կա գործընթաց, որ կարա 1/3-ով էլ, այդ թվում իմպիչմենտ է։ Այսինքն պարլամենտա եթե առնվազն 1/3-ը ընդդիմություն է։ Հիմա եթե 2/3-ն էլ իշխանություն է։ Հիմա եթե ընդդիմադիր խմբակցությունից Գեգամ Նազարյանը դուրս է գալի, այդ թվում է դառնում է Յավնի Նիկոլականը նոր քսմասում է, չէ՞, ոտերի տակ ընկած քարշ էր գալի։ Ուրեմն նշանակում է պարլամենտը 1/3 չկա ընդդիմություն։ Ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի խախտվեց։ Բայց քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարա հիմա Հայաստան դաշինքի եւս 2 մանդատա 2 հոգի դառնան, որովհետեւ մանդատների բաշխումը մի անգամ արվում ընտրություններից հետո։ Նշանակում է իր որոշումը խախտել է սահմանադրական օրենքի պահանջը։ Այդ ձեր ասածը Չէ, նա պաշտոնապես դուրս չի եկել է։ դուս է Չի մասնակցում, չէ, քամբակցություն չի գրել դուրս եկել։ Դուս եկել։ Հիմա դրանք կոչվում են խմբակցությունից դուրս եկած падգամավորներ, անկախ падգամավոր։ Ուրեմն օրենքը գրել որ խմբակցությունից դուրս եկած падգամավոր չի կարող լինել։ Ձեր ասածը լեզուս ինչի է կարճ, որ չեմ կարող մտնել, որովհետև ձեր ասածը ճիշտ է ազգային ժողովի կանոնակարգ օրենքի իմաստով։ Հասկանում եք։ Այսինքն ազգային ժողովի ընտրական օրենսգրում է ցոփո, դա օրենսդրական թերություն է, որ ընտրական օրենսգրքում դա սահմանել են, բայց ազգային ժողովի կանոնակարգում չեն գրել, որ եթե падգամավորը քաղաքական անհամաձայնություն անենում իր թիմի հետ եւ խմբակցությունից դուրս է գալ, պիտի մանդատը վայր դեն, դա չեն գրել։ Ու այդ չգրելու հետևանքով այդ մարդիկ օգտվում են, բայց օգտվելով իրանք խախտում են տրամաբանությունը ընտրական օրենսգրքի, որ պիտի պարլամենտում 1/3-ը լինի։ Ստացվի նաև sense իրավիճակ է, որ կարա ֆրակցիան իր կազմից հեռացնի ինչ որ մեկին, չէ՞։ Հիմա այսինքն Չէ, ոնց կարա, չէ։ Հոբի գազային հեռացի։ Չեն կարա հեռացնել։ Հեռացրել են, որ Ժողովը չէ, իրանք կուսակցությունից են հեռացրել։ Չէ, ֆրակցիայից էլ են հեռացրել։ Չէ, չպիտի կարանան հեռացնել։ Դե ուրեմն դա էլ պիտի օրենքով կարգավորվի։ Այդ եմ ասում։ Հիմա որ թե չէ այդ դեպքում կամայականություն, դե կձևավորվի մի հատ միացամասություն, սաղին կհանի, իրամ ուզած մարդիկ հաջաջորդ համարներից կգան։ Հիմա այս պահին, քանի որ այդ անկանոնությունը կա, այսինքն իրավական իմաստով չես կարա գնաս ասես ման, բարոյական իմաստով, Բարոյական ճշտում։ Եթե ասենք օրինակ իշխան բանը Զաքարյանը դրանով է բերե պատիվ ունեմ ցուցակում գրել Վանեցյանը, ճիշտ է։ Ինքը բանից է, հայրենի կուսակցության կողմից առաջադրված է, չէ՞, որովհետև պատիվ ունեմը ստեղծվել է հանրապետական կուսակցության եւ հայրենի կուսակցության որպես դաշինք։ Ամեն մեկը իր կողմից օրինակ Հայկ Մամիջյանին առաջադրել է հանրապետական կուսակցությունը, Աննա Մկրտչյանին առաջադրել է մարդիկ կան, որոնց առաջադրել է հայրենի, օրինակ Մարտուն Գրիգորյանին, Իշխան Զաքարյանին առաջադրել է հայրենի կուսակցություն, Վանեցյանին, չէ՞։ Հիմա Վանեցյանը դուրս է եկել պատիվ ունեմ դաշինքից, բայց իր հետ ցուցակ բերած, իր ցուցակով падգամավորները դուրս չեն եկել, իր հետ մնացել են։ Լավ մնացել են իրանց իրավունք, բայց մնացել են խոչես կարա դու։ Հիմա ասեք դե Իշխան Զաքարյանը ուզում է դառնա վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ, ու դա ջերմուկում ցեխերի մեջ ձմեռային խաղեր կազմակերպի։ Կարելի է դա դառնա Արայիկ Հարությունյանի խորհրդական, բայց չի կարա մնա падգամավոր այն մարդկանց քվեով, ովքեր որ պատիվ ունեն ընտրել որպես ընդդիմադիր ուժի։ Հիմա եթե մնացել է падգամավոր, չէ՞, դե տանեն թուղթը դեմ տան ասեն ստորագրի էլի մնա։ Դե այդտեղ օրենքի բաց կա։ Հա, օրենքի բացը կա, բայց քաղաքական մոտեցում էլ կա։ Այ ջան, իսկ այն ԵԱԿ-ում որ Ադրբեջանի ներկայացուցիչ հայտարարում է, որ Ղարաբաղը մեղրին արդեն մերն է, դա ունես մոտը։ Էդ լսենք թե չլսենք, պարոն։ Չէ, դե ասել է արդեն։ Դե լավ, պետք չի ուրեմն հայ ջան։ Հիմա իմ ասածն է, որ պիտի այս երկու ընդդիմադիրները, այդ ընդդիմադիր ցուցակով ընտրված Իշխան Զաքարյանն ու Գեգամ Նազարյանը գանես նախաձեռնությանը միանան կամ մանդատները վայր դնեն, իրանց տեղ ուրիշ падգամավոր ընտրվի գա միանա։ Էդի որ միացան, հետո հաջորդ էտապում պետքա գնալ Հովիկ Աղազյանին ու Հակոբ Ասլյանին, ասել ախպեր ջան, դուք ազնիվ եք եղել, որ ուզել եք Նիկոլ Փաշինյանին անվստահություն։ Բայց իրանք ասին որ իրանք պատրաստ են միանալու։ Всё, նորմալ կլինի։ Հիմա իրանց այդ խոսալուց հետո պետք է իրանք էլ միանան, դառավ 38, չէ՞։ Բնում է նախաձեռնությանը միանա 16 падգամավոր։
Դա ասես падգամավորել եթում ենք, նստում ենք ԿՊ-ից, սկսում ենք նորմալ մարդավարի խոսալ, բացատրել։ Բարձում այդ մարդկանց որ բան ես բացատրում, հասկանա։ Օրինակ, այն սանեպիդկայանի աշխատողները գնացել են բացատրել են, ասում են ձեզ պիտի պատվաստենք։ Նստել թևերը, հանվել են, նստել են, պատվաստիկ եթե օրինակ չէ, թևիր։ Օրինակ, եթե իրանք մարդու մտածողությամբ մտածեին, չէ, կասեն մի րոպե էլի, ասենք գործի տեղի ինչ պատվաստում։ Պատվաստում արվում է պոլիկլինիկայում, եթե ուզում եմ գրիպի դեմ պատվաստում եմ պատվիրակ, չէ, համապատասխան պայմաններում պոլիկլինիկայում իմ բժիշկը, ով որ իմ պոլիկլինիկայում թերապևտիկ ստուգում իրականում, ինքը իր պատվաստումները կազմակերպում է, չէ, Էդի ասենք անասնապահական ֆերմաներում են անում, որ ոչ թե անասուն են տանում պատվաստման, այլ զոոտեխնիկն է գալի ֆերմա ու պատվաստում է։ Դրանից բացի, ասենք կա անհատական գաղտնիք եւ բժշկական գաղտնիք, չէ՞, օրինակ մարդը ինչ հիվանդություն ունի, ինչի դեմ է պատվաստի, գաղտնիք է, էլի, չի կարելի մարդուն նկարել, ասել, «Էս ինչ մարդ է, պատվաստ, անասունը կարելի է»։ Դաժե լավ է, ասենք այն ֆերմա, որ կանչել է անասնաբուժին, եկել է իր ֆերմայի անասուներին պատվաստել է, գովազդի իմաստով կասեմ, մեր կենդանիները պատվաստված են, առողջ են, հետևաբար մի սմաքուր է, կաթում է։ Բայց մարդուն, չէ՞, հիմա ես ինչ եմ ասում։ Նույնիսկ այն, որ չէ կարելի, բժշկական գաղտնիք է, գործի տեղը չի կարելի, դա անասուններին են անում, մարդուն։ Սրանց ասել են, պիտի ձեզ պատվաստեք, եկել են թևերի բացել, նստել, նշանակում է, որ բան ես բացատրում, հասկանում են, չէ՞։ Իմ Պուշոկ իրանցից շատ է հասկանում։ Դե Պուշոկը մի խոսքով, սիրելի ժողովուրդ ջան, եւս մեկ անգամ կրկնում ենք։ Մեր խեղճ կատակին, որ չուլի տեղ օգտագործեցին Դուշանբեում, ինքն էլ իրան չուլի նման պահեց, ինքը էլի սկսեց մեր ժողովրդի համար, որպեսզի Պետրոսը, Մեդրոսները ցույց տան տելևիզորով, որ տեսեք էլի ասես Դուշանբեի բան, Ալմատի հռչակագիր, այդ օգոստոսի 8-ի հռչակագիր, մրցակագիր, խաղաղություն, մաղաղություն, Ալիևը քաքեց դրա մեջ։ Բարիս իսկական իմաստով ու լղոզեց Նիկոլի գլխին։ Հասկանում եք։ Հիմա իրանք անազնիվ կլնել, եթե բանի ասածը ցույց տան, խոսացածը Նիկոլի, Ալիևին դե ցույց չտան։ Թե ոնց նա թլավ ու քսեց գլխին։ Գիտեք, ինչի եմ sense պատկերավ, հավատացեք, չեմ ուզում վիրավորել։ Անկեղծ եմ ասում։ Որ դուք հասկանաք ինչ տեղի ունեցավ, թե չէ մարդիկ չեն հասկանում, չեն գիտակցում։ Այն պեդոֆիլիայի զոհ Մակրոնը որ կա, որ հիմա նրա կնիկն է, քաքում քսում ասես գլխին։ Տեսել եք երևի կադրերը, երեք էլ կադրեր ցույց տվեցին, որ այդ պարավը, այդ բանին կողել է փեշի տակ, ասում է դե շնչի է օդը Մակրոնին։ Հասկանում եք։ Հիմա այդ կարգի մարդիկ, որոնց իրանց կանանց մտցնում են փեշերի տակ, հիմա շռում են վրենները, ուրիշ բան են անում։ Չարա, ախր ո՞նց չասես։ Փաստ եմ, ես փաստ եմ, այն չափալախը, որ Մակրոնը կերավ այդ կնգանից, ու երեկվա այն կադրերը, որ նա էլի չլփացնում է, բայց էդի կանչում է մեր երկրի ղեկավարին պարտադրում է Արցախը հանձնել։ Հիմա մեկ ուրիշը, որ Մելանյան ինչ ասես անում է գլխին, Տրամպը, կանչում է, հանձնում է Մեղրի։ Արա դե ասել, որ ժողովուրդը պատկերացրի, թե ովքեր են կանչում, իսկ ինքը գնում է Ալիևի մոտ, ու այդ վիճակը երեկվա խղճուկ դու գիտես այդ կադրերը որ ցույց են տալի, որ Լուկաշենկոն ձեռ է առնում, որ Ալիևին ասում է Ալիև կգա թե չի գա, Ալիևն էլ ասում է ոնց հանձնարարություն եմ տվել պիտի գա, ասում ախառած մեզ նավոր պիտի գնա, առած մեզ նավոր պիտի գնա, եւ այլ, արա ես վատ եմ զգու, եթե ինքը իրան տղամարդ հավարի պահեր, եթե իր ելույթի մեջ ծանրակշիռ բաներ լիներ, եթե այդ մոմենտին մի հատ այսպես քաղաքական ապտակ հասցներ Ալիևին, որ արևելյան Զանգեզուր, Նիզամի Գանջայի, Մանջայի, որ ասել այ ոչխար, դուք ինչ գործ ունեք 12-րդ դարում, ինչ Ադրբեջան, ինչ ադրբեջանցի։ Եթե դες բաներ արածներ, այսօր էլ կնստեին կասեինք հալանել են ժամանակին ինչեր են ասում են Սերժ Սարգսյանը լավ չպատասխանեց Ալիևին, հիմա այստեղ բաթարապես պատասխան չկարա պատասխանել ոչ մի ձեր համար հիմա ազնիվ կլներ են բեկնաբանները քաղաքական, տիեզերական, սուպերամերիկյան, արևմտականները, հա
Եթե ցույց են տալի, ցույց տան համիրա ելույթը, որ ոնց է աղերսում, ոնց է բոլորը հասկանում են, որ սուտ է ասում, Ալմատի հռչակագրում տես բան չկա, էսի չկա, երի չկա, ստեղ իրականում ինքը մեղրին տվել է եւ շատ հայերենով այս թղթի վրա գրել է հետեւյալ արտահայտությունը, որ բարիգրացիական հարաբերությունները եւ տարածել ձեր բերելու նպատակով ուժ ասել են ախպեր, Ալև ասել է լավ, համաձայն եմ, ուժ չեմ կիրառում, բայց այդ ոչխարին ասեք, որ ինչ ուզեմ պետք է տա։ Հիմա սա տալիս է, այս փաստաթղթում դա է գրված, որ առանց ասում է խնդրեմ արա ոնց կարելի չասկը, տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրության սկզբունքների վրա։ Այսինքն ախպեր, եթե մարդը կամովին տալիս է, խես ընդ ուրիշ երեխեքի սպանում արա։ Տալիս է վերցրա արա, էլ ուժ մի կիրառի, Ալիևն էլ ասել է լավ ախպեր, ուժ չեմ կիրառի, մենակ այդ տոլլուխին ասեք ինչ ուզում եմ պետք է տա։ Եկեք ժողովրդին պարզ բառերով ասեք, որ ժողովուրդը հասկանա ինչի մասին է խոսքը։ Այո, Մակրոնի վրա ով ասես միզում է, լավ, հիմա միզել ասի։ Չէ, դες բան չեն անում, ոնց ես ասում։ Տրամպը այսքան արեց, ես կանեմ, են կանեմ, մարդկանց է փողոցներում սպան, ցեղասպան բաներ են։ Իսրայելի ցեղասպանությունը բռնեց, լողոզեց, որ իրան Նոբելյան տա, չտվին, չէ, վերջը։ Եթե տվել են Վենեսուելայի մի հատ կնգա, դե պատկերացրա։ Հա, դե Թրամփ։ Ասել են, այսինքն թքել են ճակատին, եւ լավ են արել։ Որովհետև արհեստական մարդկանց ուրիշների հաշվին, ուրիշին լավություն անելով, մի հատ ասենք էշ Հայաստանում ենք թե, մի հատ էշ չգիտեմ որտեղ ենք թե, պարտադրում են ինչ-որ բաներ, սրանք էլ ինչ է ժողովրդի աչքին իրաց կեղծիք ստորությունը, այս մարդը նստած ինչ-որ բաներ է անգիր սովորում, հիմա այս վերջերս ասում է սաղմոսներից թողել եմ ինչ-որ թազա բաներ է անգիր սովորում, սա որը սավադետով ֆրֆռում է, Բրյուսել, ընդ, այս մարդը երկրով չգիտի թե Հայաստան, Ռուսաստան, իր ռազմավարական գործընկեր, ամենաշատ ավերտրաշրջանառությունն իր ինչքան է ձեռ են առնում է, ձեռ, ասում է այս տարվանը չգիտեմ, այն տարվանը չգիտեմ, ինչ-որ թիվը ասում, ասում է տեն չի, արա ձեռ առնեցի է դա, դե ծաղր է, ինքը ընդեղ է, որպեսի խնդան, բոլոր ասենք, Դուշանբե, այդ SNG-ի ղեկավարը նստած չայը խմում է ֆրթցնելով, էնել Ալիևի կողքերով, բայց բաժակի ծախում է, դե ապսեի։ Արա, չգիտեմ, երևի են բանի տղամարդիկ կինոյի նման են բանով։ Կարող է ապսես խմած։ Ֆրթցնում է, ընդեղից ձեռ են առնում արա, իսկականից ձեռ են առնում։ Հա, բայց Հիմա ժողովուրդ, այս այդ ոչխարը չի իմ խնդիր, արա, իրան ուզում է ձեռ առնել, ուզում է գլխին միզեն, դա մեր գործը չի։ Բայց հայ ժողովրդի արա, ասում է չէ, հայ ժողովուրդը չի տեսնում արա ով է սա։ Խոսքը դրա մասին է, եւ դա վիրավորական է։ Դու պատկերացնես, ասենք այդ մարդիկ լուրջ այդ ասիական պետությունների ղեկավարները միջին են։ Հեծանիվ եք շա, լուրջ բա։ Աննան էլ է դա։ Չէ, ինքը։ Լուրջ մարդիկ են էլի նրանք, ասենք տարիքն առած փողով, ազդեցությամբ իրանք կնենց իրանք երկրներում խիստ ծանր իշխանություն ունեն, բան։ Ասենք մեկ էլ իրանց այդ պարզա չէ օգնական բան է թալես իրեն ասեն բան է էլի Հայաստանի վարչապետը լուսադեմին այն ագնոսները դրել է էլ է փողոցները ախրանայովելի է դե հա պիտի դնեն թիգնազում ասենք հələ հեծան չեն ասարա խոդու ապուշ չէ հեծանները ոնց են տա այնտեղ են առնում թե սամալոտով առնում ասենք դե փողոցներից էսի ո՞նց են տանում Առնով ասենք լուսադեմի ժամ դուշանբեում ժամ 6-ին է հեծանի ո՞րց է այս ժամին սա խաղումները փակ բան չէ Երևի ճամփին գնալուց տեսեմ միտեղ հեծանիվ կա գնացի գողացել վերցեք շել է էլ ասենք բա եթե հեծանիվը հետ են տանում Վերջերս Հայաստանում ոնց որ էլ չի քշում հեծանիվ Չէ քշում ըստել է դեստեղ հարմար ջա Հայաստանն է փալում որ հեծանիվ շա որ դսերն է ուր էլ հետո մենը բրոսելում էլ է քշի ասենք եկա որ մտածես ասես գիտես ինչ դե առողջության համար է մարդը այդ հյուրանոցը որտեղ որ ինքը մնում է դրանք բոլորը թանկարժեք չէ բարձրակարգ այտենց թանկարժեք հյուրանոց չկա 5 աստղանի որ իր մարզասրահը չունենա այտենց մարզասրահ չկա որ հեծանիվի տրինաժոր չունենա այսինքն եթե դու ուզում ես առողջությանդ համար չգիտեմ օրական մի քանի կիլոմետր հեծանիվ քշես չէ իշտում ես մարզասարքի վրա քո բանը քշում ես բասենում մի կիլոմետրդ լողանում ես չէ եթե առողջության համար է բարձա չէ որ ինքը ուղակի կապիկություն անում էլի
Կարա նայեք, ասեք լավ, հիմա որ դու մի օրով գնացել ես Դուշանբե։ Որ դու դե էցանը չքշի, ասե անցած անգամ գնացել ես Նյու Յորք, չես քշի։ Ախր Պետրոսը ինձ ցույց տա հետո։ Հա։ Ինչ է, ցույց չի տա իր տխմար ելույթը մեկ էլ Ալիևի, ուրեմն այդ հանճարի ելույթը դնում եմ երգա լսում։ Ասես նկարում է, ասեք նորմալ մարդը, երեխա է չէ, ասեն գիտես ինչ, 14 տարեկան էլի ասես դե հիմա երեխա է, դասարանցիներին բան անում, տենց աղջիկները ուշադրություն։ Արա եկա 50 տարեկան մարդը արդեն, տեսքին նայում ես արդեն վրան հալը չկա, ոնց որ կարող է մեռնել։ Բանը դե շատ է տեսքի ծնգած էլի։ Արա եկա մարդ ես դու վերցել ես հեծանև այդ գնացել ես կոնկրետ աշխատանքային այցելության։ Աշխատանք արա անգրագետի արասում գնացել է հարց է տալի Պուտինը չի կարող հարցերին պատասխանել։ Որ այդ թվերը ոնց են որ ժամինքանից ձենտան զարթնեն որ երկրի հետ մեր շրջանը Մանավանդ գնալուց առաջ ես դեսպան եմ եղել, գիտեմ պետության ղեկավարների համար տեղեկանքներ է պատրաստում, ասենք եթե ինքը ԱՊՀ համար գագաթաժողովի է գնում, ԱԳՆ-ն ընդեի մեր մշտական ներկայացուցիչը տեղեկանքներ են պատրաստում վերջի ժամանակաշրջանի քաղաքական իրադարձությունների, հիմնական տնտեսական ցուցանիշները, ժողովրդագրական ցուցանիշները, իրադարձությունները, տեղեկանքով գրած երկրների հետ մեր փոխհարաբերությունները ինչա գնաց, ինչ կարևոր իրադարձություններ ա եղել վերջին անգամ արտգործնախարարները երբ են հանդիպել, նախագահները երբ են հանդիպել, ինչ փաստաթղթ, տեղեկանքով տալիս են որ զես սամալուտի մեջ մարդիկ նստում են ծանոթանում են բանն անում, բայց Պուտինը խո այդքան բանը խո չի հիշում, գրում տալիս են, չէ՞, նայ, բա աշխատանք է։ Ուղղակի նա այնքան աշխատասեր մարդ է, որ ջանք է գործադրում, նստում է, այդ ինչ որ տալիս են, կարդում է, դու հասկանում ես, որ հենց այս բան իրան չեն տա։ Բամբոչ աշխատակազմ ինչի համար է, չէ՞, որ այս տենան ինչն է տան, ինչը չտան, ինչը մաքրեն, ինչը թողնեն, բան կարևոր բաներ, ինչ որ հասնում է իրան, ինքը արդեն գիտի որ դա կարևոր է։ Նստում կարդում է, դրա համար որ դե ինչ հանդիպման հետ մարդը տիրապետում է, խոսքը լսում ես, տենում ես մարդը ամերիկացու հետ հանդիպում է, այդ թեմայից է տիրապետում, Հայաստանի հետ հանդիպում է, այդ թեմայից, որտեղ տալիս է տեղի։ Չէ, Նիկոլին պետք չի, ինքը ում է ինչ հանձնարարում են գալի էշի պես անում է։ Էլ դրա պատրաստվի ինչի համար։ Լավ, սիրելի ժողովուրդ ջան, հա, ամփոփիչ բան ունես ասել։ Չէ, շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ։ Դե սիրելի ժողովուրդ, ասում եմ, հանձնում է Հայաստանը մաս։ Վերջապես ուշքի եկեք։ Էլ սենց ենք ասում, նենց ենք բացատրում, համեմատություններ ենք անում, տարբեր կարգի, էլ ինչ արեց, միզեց գլխին, ինչ արեց, ոնց արեց։ Ինչ ասես ասում ենք, որ ժողովուրդը մի ձևով ընկալի։ Ես հասկացել եմ, որպես ժողովուրդը բառապաշարն այլ կերպ է բանը վերաբերում։ Նաև որ խրճարի ու մի ասա։ Սա է ամբողջ մեր ողբերգություն, մեկ էլ ընդդիմությանը, իսկապես կոչ եմ անում ձեզ, ցանկացած ընդդիմադիր գործիչ, ձեր խոսքերի մեջ զգուշ եղեք, շատ զգուշ եղեք, և միմյանց հասցեին, և տարբեր երևույթների հետ կապված, ոչ մեկը բան չի, հա, որ գիտան չի, Ասենք ես եմ այսօր նայում եմ բոլորի հարցազրույցները, հավանական թեկնածուների, ոչ հավանական թեկնածուների, մարդկանց ում փուչիկի նման փչել են, մարդիկ ով փուչիկի նման թսկել են, հա։ Նայում եմ ուղղակի հասկանալու համար այդ մարդիկ ինչ են մտածում, եւ այդ խայտաբղետությունը, այդ անգրագիտությունը, որ նկատելի է լինում շատերի մոտ։ Ուղղակի ես խնդրում եմ, դա հասկանալի է, հիմիկվա լրագրողներն էլ, մյուսներն էլ առանձնապես իրանք էլ եսի ինչ չեն եւ տոգորված չեն ճշմարտությունը բացահայտելու կամ հարցերը են ձևակերպելու պատասխանների ընկալումն ունենալու, որ դրանից ելնելով էր հարցեր տան, որպեսզի կարողանան բացահայտել այդ մարդու էությունը, ամեն ինչ վերածվել է ուղղակի տարբեր կարգի ասեկոսենների, որոնք ցավոք սրտի շատ ծանր հետևանքներ կարող են ունենալ։ Հենց որ այսքանը հանգստացեք շաբաթ-կիրակի, չնայած այս շաբաթ-կիրակի ես բավականին ծանր աշխատանքներ քաղաքական կան, կհանդիպենք երկուշաբթի։